Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու այս օրերին ապօրինի տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը պրոբացիայի ծառայողների և փաստաբանների ուղեկցությամբ ժամանել է Երևանի 3-27 ընտրատեղամաս և կատարել իր քվեարկությունը։ Սամվել Կարապետյանին ուղեկցել են նաև ընտանիքի անդամները։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդին հարցեր ուղղելու համար տեղամասի մոտ էին ոչ միայն տեղական, այլև միջազգային լրատվամիջոցները։ Ասաց, թե հանուն ինչպիսի Հայաստանի է քվեարկել։ Ես քվեարկեցի հանուն համախմբված, հանուն միավորված, հանուն այն մի բառը չեմ ուզում ասեմ, վտանգավոր բառը, շատ ենք դրա մասին ասել, բայց ամենայն դեպս մենք բոլորս միասին պետք է համախմբենք մեր ժողովրդին, մեր երկիրը պետք է համախմբենք, մեր սփյուռքին համախմբենք նորից մեր հայրենիքի հետ, իրենց հայրենիքի հետ, դրա համար եթե այդպիսի հնարավորություն լինի, ես շատ ուրախ կլինեմ։ Իշխանափոխության այլ սցենարը կախված է հայ ժողովրդից։ Ես ինչպես կարող եմ ունենալ այլ պլան, հայ ժողովուրդը ինչպես կորոշի, այդպես էլ կորոշի։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, դուք կհամակերպեք ընտրությունների արդյունքների հետ։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, չնայած դրա հնարավորությունը ձգտում է 0-ի, բայց հայ ժողովուրդը եթե կհամակերպվի, ուրեմն կհամակերպվի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։